Մաթեմատիկա 67 էջ, լրացրու վանդակները։ Կազմությունը պետք է հիշենք, 6-ը կազմված է 4-ից և 2-ից, 8-ը կազմված է 6-ից և 4-ից, 8-ը կազմված է 2-ից և 6-ից, 10-ը կազմված է 6-ից և 4-ից, 8-ը կազմված է 4-ից և 4-ից, 9-ը կազմված է 4-ից և 5-ից, 10-ը կազմված է 5-ից և 5-ից, 7-ը կազմված է 5-ից և 2-ից, 6-ը կազմված է 2-ից և 4-ից, 10-ը կազմված է 4-ից և 6-ից, 9-ը կազմված է 6-ից և 3-ից, 10-ը կազմված է 3-ից և 7-ից։ Տեսնենք, Տաթևիկը փոքր է Աննայից, բայց մեծ է Տիգրանուհուց, նրանցից ով է ամենափոքրը։ Եկեք փոխենք գծերի միջոցով որոշել, թե ով է մեծ։ Տաթևիկը փոքր է Աննայից, բայց մեծ է Տիգրանուհուց։ Եկեք տետրի մեջ բայց ինքները Տ, Տաթևիկ, մտածենք Տիգրանուհի և Աննա։ Տաթևիկը փոքր է Աննայից։ Աննան էստեղ է, Տաթևիկը սա է։ Փոքր է Աննայից, Աննան մի փոքր ավելի շատ երկար է, երկար գիծ կդնենք, բայց մեծ է Տիգրանուհուց։ Տաթևիկը փոքր է Աննայից, բայց մեծ է Տիգրանուհուց։ Աննայի գիծը մի փոքր երկարան է։ Նրանցից ով է ամենափոքրը։ Ինչպես հասկացաք, Տիգրանուհին փոքր է Աննայից և Տաթևիկից, քանի որ Տաթևիկը փոքր է Աննայից, Տիգրանուհին փոքր է Տաթևիկից։ Նրա գիծը ավելի կարճ է, նա ամենափոքրն է բոլորից։ Հիմա եկեք հարցադրենք, Աննան ումից է մեծ։ Աննան մեծ էր Տիգրանուհուց և Տաթևիկից, չէ՞, իսկ Աննայից ով էր մեծ, Աննայից ոչ մեկ մեծ չէր, Աննան բոլորից մեծ էր։ Գումարները կարդա աճման կարգով։ Եկեք գտնենք նրանց գումարները։ Տասներկուսին գումանենք 0, կլինի 12, տեսնենք ամենափոքրը, 12-ին գումանենք 2, կլինի 14, տեսնենք, այստեղ կլինի 15, այստեղ կլինի 17, այստեղ կլինի 18, այստեղ կլինի 20։ Հասկացաք արդեն որն է փոքրը, որը տեղից է սկսվում։ Այստեղից 14, 1, 2, 3, 4, 5, 6։ Երրորդը թվերը կարդա նվազման կարգով երկրի տետրում։ Նվազման կարգով, այսինքն պետք է մեծից քիչ-քիչ փոքրանան։ 15, 14, 10, 9, 3։ Անվանիր գումարելիները և հաշվիր գումարը։ Գումարելի, գումարելի, պատասխանը գումար։ Առաջի գումարելի, երկրորդ գումարելի։ 3-ին գումարենք 7, կստանանք 10։ 13-ին գումարենք 7, կստանանք 17։ Չէ, մեկը բերեցինք էստեղ, տասնյակը 7-ը կողքը դրեցինք։ 4-ին գումարենք 6, կստանանք 10։ 14-ին գումարենք 6, կլինի 16, չէ, 4-ին գումարած 6, 7-ին գումարեց 3, կստանանք 10, 17-ին գումարենք 3, կստանանք 10,
կստանանք 20։ Նույնը այստեղ են կատարում, 6-ին գումարած 4, 10, 16-ին 4, 14, այստեղ արդեն 3 թիվ է, 10-ին գումարենք 3 կլինի 13, 13-ին 3-ին միավորները գումարենք, 3-ին գումարած 4 կլինի 7, 10 էլ ունենք, կստացվի 17, մեկը գրեցինք, այնուհետև բերեցինք միավորների գումարը 7-ը, 10-ին գումարած 4 կլինի 14, 4-ին միավորին կգումարենք 3, կստանանք 7, հավասար է 17, այսքանը սիրելիներս։